Հարգելի հայրենակիցներ, նիստի ընթացքում ես մի փոքր անդրադարձ կատարեցի եւ փորձեցի ներկայացնել, որ մենք ընդհանրակարգային փոքրիկ հարց ունենք, սակայն դատարանը թողեց այդ հարցը, որպեսզի ներկայացնենք մեր բացատրությունների հետ։ Միաժամանակ ես մի փոքր ուզում եմ անդրադառնալ այն գործընթացին, որը մենք կատարել ենք, այն միջնորդությանը, որ մենք բերել ենք եւ որը չի քննարկվել, եւ դատարանը եթե անհրաժեշտ համարի, այդ հարցը քննարկման առարկա կդարձնի հետագայում, սա այսպես որպես փոքրիկ նախաբան, մենք միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի երրորդ անձ ներգրավեն այն բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցել են ընտրություններին, սակայն դատարանը այդ հարցը չի քննարկել, քանի որ մենք նմանատիպ միջնորդություն գտնելով, որ մենք նմանատիպ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն չունենք, այդուհանդերձ ես դատարանի ուշադրությունն եմ ևս մեկ անգամ հրավիրում այդ հանգամանքի վրա, որ կան կուսակցություններ, որոնք սույն գործով չեն մասնակցել են ընտրություններին, սակայն այս դատավարությունում երրորդ անձի կարգավիճակում ներկայացված չեն, իրենք իհարկե նմանատիպ միջնորդություններով հանդես չեն եկել, սակայն եթե դատարանը գործի քննության ընթացքում, ինչպես օրենքն է ասում, գտնի նպատակահարմար նրանց ներգրավել, ամենայն դեպս մեր կարծիքով նրանց իրավունքները եւ շահերը նույնպես շոշափվում են սույն դատավարության ընթացքում, սա մեր մոտեցումն է, որ ցանկալի էր մյուս կուսակցությունների ներկայացուցիչները եւ մյուս կուսակցությունները նույնպես ներգրավեին երրորդ անձի կարգավիճակում։ Սա անդրադարձ այդ միջնորդությանը։ Իսկ հիմա ըստ էության ինչ վերաբերում է մեր դիմումին։ Այո, բարձր դատարան Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է եւ ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների միջոցով։ Ինչպես սահմանադրությունն է սահմանում, այդ ընտրությունները իրականացվում են, պետք է իրականացվեն ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի միջոցով գաղտնի քվեարկությամբ։ Ինչպես մենք կներկայացնենք մեր դիմումում եւ ցույց կտանք, կներկայացնենք, թե ինչպիսին է եղել ընտրական գործընթացն ընդհանրապես եւ դատարանին տրամադրենք համապատասխան ապացույցներ այն մասին, որ այս ընտրությունները չեն եղել այս սկզբունքների պահպանմամբ եւ մեր կարծիքով խախտվել են այս սկզբունքները եւ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Հիմա մեր կարծիքով եւ ընդհանրապես ընտրական գործընթացն ընդգրկում է ոչ միայն քվեարկության օրը եւ քվեարկության պահը եւ այս դատարանի խնդիրը չպետք է լինի եւ չի էլ պարզապես արձանագրություններում արձանագրված թվերի հաշվարկը։ Դատարանը մեր կարծիքով պետք է գնահատի ողջ գործընթացը, այդ գործընթացում բոլոր դրսևորումները գործընթացի ընթացքում եւ եզրակացություններ կատարի, եզրակացությունների գա բոլոր ուժերի, ինչպես նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դրսևորած այդ հարցերի վերաբերյալ իրականացված արձագանքի հետ կապված։ Ուստի դատարանի առջև բարձրացված հարցը ոչ թե որևէ քաղաքական ուժի որոշակի թվով ձայներ ստանալու հարցն է, կամ այն հարցը արդյոք ընտրություններում ձևավորված քաղաքական հարաբերակցությունը համապատասխանում է ընդհանրապես հանրային տրամադրություններին, այլ այն հարցն է, թե արդյոք դատարանի առջև, այլ այն հարցն է, թե արդյոք ձևավորված իշխանությունը ստացել է սահմանադրական լեգիտիմություն, որն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության անունից հետագա տարիներին ժողովրդի կողմից պատվիրակած իշխանությունն իրականացնելու համար։ Եվ այս տրամաբանության շրջանակներում մեր կողմից բարձրացվելու է այն հարցը, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրենց քաղաքական կամքը ձևավորել եւ արտահայտել այդ կամքը ազատ, առանց անօրինական ազդեցության, առանց վարչական ճնշման, առանց վախի, առանց անհավասար մրցակցության, որը դրսևորվել է ընտրությունների ողջ գործընթացում։ Եթե այս հարցերի պատասխանը բացասական է, ապա ընտրությունների արդյունքները պետք է անվավեր համարվեն եւ ժողովրդավարական
ժողովրդավարության իմիտացիա չստեղծվի։ Բարձր դատարան, մենք միևնույն ժամանակ անդրադառնալու ենք այն հարցին, արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օժտված է եղել բավարար կարողություններով, որպեսզի կարողանա վերահասկել ընտրությունների ողջ գործընթացը։ Մեր խորին համոզմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունները, չեմ կարող ասել դիտավորյալ, թե անփութության արդյունքում բավարար չեն եղել ընտրությունների գործընթացը վերահսկելու համար, որի արդյունքում գործող իշխանությունը ստացել է առավելություն եւ իմանալով այդ բացերը կարողացել է օգտագործել դրանք իր օգտին, իշահ իրեն եւ արձանագրել այնպիսի արդյունքներ, որոնք ներկայումս արձանագրված են։ Կցանկանայի մի քանի բառով այս համատեքստում անդրադառնալ այն process-ին, որը տեղի էր ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հունիսի 14-ին եւ որի հետ կապված Միասնության թևեր կուսակցությունը վարչական դատարան ներկայացրել է ողոք, որը վարչական դատարանի կողմից քննության չի ընդունվել, սակայն վերաքննիչ վարչական դատարանը, ինչպես արդեն ձեզ տեղեկացրեցինք, ընդունել է մեր ողոքը քննության։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այդ օրը հաստատվեց նիստը սկսվեց օրակարգի հաստատմամբ, օրակարգը հաստատվեց մեկ հարցով եւ այդ հարցեր ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Ընտրությունների արդյունքները պետք է ամփոփվեին 95 հոդվածի առաջին մասի որևէ որոշման կայացմամբ եւ առաջին հարցի շրջանակներում այդ որոշումներից որևէ մեկը չկայացվեց։ Սակայն երկրորդ հարցով, որին մենք չենք մասնակցել արդեն, կայացվեց մեկ այլ որոշում, որը հենց համապատասխանում էր 95-րդ հոդվածին։ Դա հենց այն որոշումն է, որը այս պահին քննվում է Սահմանադրական դատարանում, դա 259-ա որոշումն է։ Ուզում եմ նկատել, որ մեր կողմից այս հարցի բողոքարկումը ինքնանպատակ չէ եւ ձևական չէ։ Եվ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 258-ա որոշումը, որը մեր կողմից վիճարկվել է վարչական դատարանում, այդ որոշման շրջանակներում են հենց քննարկվել մեր կողմից ներկայացված դիմումները եւ այդ որոշման շրջանակներում է իրականացվել ընտրությունների ընդհանրապես ողջ արդյունքների ամփոփումը։ 259-ա որոշումը, որը այս դատավարության առարկան է, իրենից ներկայացնում է ավելի տեխնիկական որոշում եւ ամբողջապես հիմնվում է նախորդ որոշման վրա։ Զուտ ընթացակարգային առումով մեր կարծիքով առանց օրակարգի հաստատման եւ առանց երկու հարցեր ունենալու նմանատիպ որոշում չէր կարող կայացվել, չէր կարող առանց հաստատված օրակարգի եւ առանց օրակարգի շրջանակներում նմանատիպ հարց ունենալու կայացվեր համապատասխան որոշումը։ Բարձր դատարան, ես ցանկանում եմ դատարանի ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ եւ ամփոփել իմ խոսքը, իհարկե գործընկերս կշարունակի, գործընկերս կներկայացնի մանրամասներ ստորև ներկայացվող իմ կողմից հարցերի վերաբերյալ եւ կներկայացնի այն ապացույցները, որոնք մեր կողմից հավաքագրվել են, ինչպես նաեւ այն հիմնավորումները, որոնք մեզ մոտ առկա են, սակայն մինչ այդ ուզում եմ ասել բարձր դատարան, որ մեր կարծիքով սույն ընտրություններն անցել են վարչական ռեսուրսների համակարգային կիրառման արդյունքում, պետական ռեսուրսների եւ քաղաքական ռեսուրսի մեկտեղման արդյունքում, առանց դրանց տարանջատման, այսինքն պետական ռեսուրսն ամբողջությամբ օգտագործվել է քաղաքական ուժի, ի նպաստ քաղաքական ուժի քարոզարշավի, ընտրողների ազատ կամահայտնության էական ապօրինի ազդեցության կամահայտնության վրա էական ապօրինի ազդեցության պայմաններում, վախի եւ ճնշման մթնոլորտի առկայության պայմաններում, որպիսի հանգամանքները նույնպես մենք ցույց կտանք մեր դիմումի հետագա բացատրությունների ներկայացման ընթացքում, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության լրջագույն խաթարման պայմաններում եւ ինչպես արդեն նշեցի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ հանգամանքների անտեսմամբ։ Այսպիսի պայմաններում մեր կարծիքով այս որոշման, այն որոշումը, որը քննարկվում է, այդ որոշման ելքը եւ այս հանգամանքների հաստատման պայմաններում եւ դրանց համակարգային բնույթի պայմաններում որոշման ելքը կանխորոշված է։
Ես հիմա խոսքը փոխանցեմ գործընկերոջս Լիպարիտ Դրմեյանին, ով կշարունակի ներկայացնել մեր բացատրությունները։ Շնորհակալություն։